ամբողջ կարողությունը դրեց իր 30 տարվա աշխատանքը սառեցրեց, որ Հայաստանի փրկությանը մասնակցի, կազմակերպի խաղաղ ակցիաներով մենք ցանկանում ենք, որպեսզի մեր Հայաստանը ազատագրվի այս կոլաբորանտ իշխանությունից։ Սրանք սարսափելի վարքագծով մեր երկիրը տարան դեպի Թուրքիա, Ադրբեջան, եւ հենց հիմա արդեն 7 տարի մեր երկիրը ղեկավարում է Ալիևը, որպեսզի մենք ազատագրվեինք այդ դաժան վիճակից, Սրբազանը իր առաքելությունը դրեց մի կողմ եւ եկավ համախմբեց ամբողջ ժողովրդին։ Նա բարոյապես ոչնչացրեց կոլաբորանտ իշխանությանը, բարոյապես մեծ հարված հասցրեց եւ իրանց վախերի պատճառով իրանք փակեցին Սրբազանին, որովհետեւ Սրբազանի խոսքը շատ մեծ ուժ էր, շատ մեծ լույս էր ամբողջ ժողովրդի համար, երբ որ չենք վստահում ակցիաներ կատարվում, այդ ժամանակ ամբողջ Հայաստանը մասնակցում էր այդ ակցիային եւ բոլորը բացի նշում անելուց, հայհոյանքներով, անեծքներով, ամեն ինչ արտահայտում էին իրենց կարծիքը, արտահայտում էին այս իշխանությանը, բայց իրենց վախերի պատճառով, իրենց սուտ պատճառներով փակեցին Սրբազան մարդուն, ամենասուրբ սրբոց մարդուն, ով միայն բարիքներ ա բերել, ով բարեգործություններ ա արել, ով Տաուշի թեմի առաջնորդն ա եղել եկեղեցու եւ հիմա այսօր 55-ամյակն է իրա, ու մենք ստիպված ենք փողոցում տոնել նրա 55-ամյակը, չգիտեմ, այս անարդարությունից, թե մենք երբ պիտի ազատվենք, դեռ պարզ չի, դեռ տանջվում ենք, ամսի 7-ին պիտի ժողովուրդը ապտակ հասցնելով ազատվի այս դաժան թուրքական իշխանությունից եւ ազատագրվի մեր Սրբազանը, մեր մաքուր Սրբոց Սրբազանը։